Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ինքը կամաց, ինչպես տեսնում ենք, նորից մի անգամ մենք ձեզ հետ քննարկելու ենք արարչագործությունը, հա, տեսիքն Բհագավատամը ինքը այսպես շերտերով ինչ-որ մի աշակերտ հարցեր է տալիս, որտեղ պարտադիր պետք է արարչագործության հարցերը քննարկվեն, չէ՞, եւ շերտ տարբեր ուսուցիչների կատարմամբ մենք դες հետ լսում ենք, թե հայրացիները իրենք ինչ պատկերացումներ ունեին արարչագործության հետ կապված։ Որովհետեւ թեման ինքը որոշակի ավելացումներով հիմնականում կրկնվում է, ես ստիպված եմ լինելու ինչ-որ գաղափարներ նորից կրկնել, որպեսզի մենք կարողանանք վերհիշել եւ ես քննարկելու եմ այս տեքստերը, ինձ համար այս տեքստերի մեջ ամենակարևորը ոչ թե նա է, թե տիեզերքը ինքը ինչպես կառուցվեց, թե քան ինձ համար ավելի կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի հոգեբանական արձագանք է տալիս Գերագույն Աստծո անձնավորությունը ընդհանրապես կենդանի էակի իրենից անջատվելու ցանկությանը։ Եվ ուրեմն ես կարդամ տեքստերը, հա, եւ մենք սկսենք մեր քննարկումները։ Եվ ասպես Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 8-րդ գլուխ 10-ից 12-րդ տեքստեր։ Երբ բոլոր երեք աշխարհները ծածկված էին ջրով, ոչ ոք գոյություն չուներ, բացի Գարբոդակաշայի Վիշնուից, որը հանգչում էր իր անկողնի հսկա օձ Անանտայի վրա։ Նա կարծես թե թեթև քուն էր մտել խորասուզված իր ներքին էներգիայի մեջ, մինչդեռ նրա արտաքին էներգիան գտնվում էր անգործության վիճակում, սակայն տիրոջ աչքերը մնում էին թեթևակի բաց։ Ինչպես կրակի էներգիան թաքնված է փայտերի մեջ, Տերը պառկած էր ծածկված ջրհեղեղի ջրերով եւ բոլոր կենդանի էակները այն ժամանակ նուրբ մարմիններով հանգչում էին նրա մեջ։ Նա գտնվում էր ինքնահայտնվող էներգիայի մեջ, որը կոչվում է կալա։ Տերը այդպես պառկած մնաց 4000 յուգաների ընթացքում, հանգչելով իր ներքին էներգիայի վրա, իսկ արտաքինից նա թվում էր քնած, ջրերի մեջ սուզված, երբ կենդանի էակները կալաշակտի ներգործությամբ սկսեցին հայտնվել, շարունակելու իրենց կարմի գործունեությունները, Տերը տեսավ, որ իր տրանսցենդենտալ մարմինը ստացել է մի քիչ մուգ կապտավուն երանգ։ Նյութական կրքի գունան շարժման մեջ դրեց ստեղծման նուրբ ձևը, որին Տերն ուշադրությամբ էր հետևում եւ ստիպեց այդ ձևին դուրս գալ նրա պորտից։ Ինքը գրել է գծից, գիրձը չգիտեմ ինչ է, էլի, կարող է եւ ճիշտ է թարգմանված, բայց չեմ իմանում ճիշտ է թե ոչ։ Ուրեմն եւ այսպես ինչպես տեսնում ենք, հա, նորից խոսքը գնում է արարչագործության մասին, որտեղ մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկզբում ներկայացվեց որպես այսպես հանգիստ, հավասարակշիռ վիճակի մեջ գտնվող անձնավորություն, չէ՞, այսինքն երբ որ տիեզերքը, հա, դեռ նույնիսկ այդպես չէ, էլի, երբ որ այդ տեքստերը իրար նկարագրում են այն անցումը, որտեղ տիեզերական հանգստությունը կամ տիեզերական այդ խախանդ վիճակը ինքը բան արեց, անցում կատարեց դեպի այդ առաջնային արարչագործությունը։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ
գերագույն Աստծո անձնավորությունը, այսինքն Արարիչը, ինքը առաջին հերթին նկարագրվեց, որ ինքը գտնվում էր այնպիսի մի վիճակում, որը արտաքինից հիշեցնում էր այդպես էլի կիսաքուն վիճակը, չէ՞, բայց եւ ուրեմն որը մենք նկարագրությունից հասկացանք, որ ինքը իր ներքին աշխարհում ինքը շատ այսպես ակտիվ իրականում ակտիվ մտորումների մեջ էր, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն ինքը շատ կարևոր թեմաներ կան քննարկելու, որը ինչպես տեսնում ենք նույնպես հոգեբանական տեսանկյունից, փիլիսոփայական տեսանկյունից, սա բավականին խորը եւ բավականին համարձակ տեքստեր են, որոնք իրենք փաստացի նկարագրում են Արարչի հոգեվիճակը, երբ որ ինքը սկսում է արարել նյութական աշխարհը։ Եվ որպեսզի մենք այս տեքստերի, որպեսզի մենք այդ Արարչի կերպարը ճիշտ հասկանանք, չէ, մենք պետք է սկսենք քննարկել այս թեման իր նախասկզբնական կետից։ Որն է այդ նախասկզբնական կետը։ Նախասկզբնական կետը կայանում է նրանում, որ նախասկզբնական գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, ինքը վայելում է իր կյանքը երանության մեջ, վայելում է իր կյանքը հոգևոր աշխարհում իր ամենամտերմիկ ուրեմն շրջապատի հետ միասին։ Այդ մտերմիկ շրջապատում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ունի բոլոր 5 տեսակի հարաբերությունները 3 շերտի մեջ։ Այսինքն ինքը ունի եւ ծանոթության հարաբերություններ եւ այսպես ծառայողական հարաբերություններ, որտեղ մեկը տեր է, մեկը ծառա, հա, եւ ընկերական հարաբերություններ, եւ բարեկամական հարաբերություններ, եւ սիրային հարաբերություններ։ Եվ այդ բոլոր 5 հարաբերությունները ինքը ունի եւ որպես փոքր, եւ որպես հավասար, եւ որպես ավագ։ Այդ հոգեբանական տեսանկյունից, չէ՞, արիացիները իրենք շատ պարզ գաղափար են առաջ քաշում, որ գերագույն Աստծո անձնավորության երանությունը պետք է լինի կատարյալ։ Այսինքն իրականում ամենագլխավոր գաղափարը, այդ երբ որ արիացիները քննարկում են արդեն երանությունը, չէ, ամենագլխավոր գաղափարը, որը հնչում է, դա նա է, որ գերագույն Աստծո անձնավորության երանությունը չի կարող լինել բազմազանության տեսանկյունից ավելի ողորմելի, հասկանում եք, քան կենդանի էակներինը։ Ինչու է սա կարևոր։ Տեսեք, նյութական աշխարհում, մենք սա քննարկել ենք, ուղղակի հիմա կրկնում ենք։ Նյութական աշխարհում կենդանի էակները իրար մեջ ունեն այդ նույն 5 տեսակի հարաբերությունները։ Ծանոթության, հա, կամ նեյտրալ հարաբերություններ, ծառայողական կամ գործնական հարաբերություններ, ընկերական, բարեկամական եւ սիրային հարաբերություններ։ Սիրային հարաբերությունների մեջ գոյություն ունեն ամուսնական հարաբերություններ եւ արտամուսնական սիրային հարաբերություններ, չէ՞։ Եվ մեր ժամանակներում, չէ, ասենք, հիմնականում կրոնականությունները, եթե արդեն մենք հեթանոս աշխարհը անցանք, որտեղ Զևսը կամ կիսաստվածների արքան, այլ ոչ թե Արարիչը, հա, ինքը իրանք բոլորը նկարագրվում են որպես այո, անձնական կյանք ունեցող, չէ, բայց ուրեմն գերագույն Աստծո անձնավորությունը մեր ժամանակներում գործող կրոնականությունների մեջ ինքը այսպես ասենք, էլի, անձնական կյանքից զրկված է։ Այսինքն ինքը սովորաբար նկարագրվում է որպես հզոր արարիչ, որը ղեկավարում է նյութական աշխարհը, որը կատարում է նյութական աշխարհում ապրող կենդանիակների ցանկությունները, չէ՞, եւ ըստ այնմ երկրպագելի անձնավորություն է եւ իր հետ կենդանիակները հիմնականում գտնվում են ծառայողական հարաբերությունների մեջ։ Այդ տեսանկյունից մեծ հեղափոխություն մտցրեց Հիսուսը, որը ինքը առաջի անգամ գերագույն Աստծո անձնավորության հետ հարաբերությունները բարձրացրեց ծնողական հարաբերությունների, հայտարարելով, որ գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանի էակների հայրն է։
Ինչու հենց ծնողականը, այսինքն արհամարելով, վերանցելով, ոչ թե արհամարելով, այլ վերանցելով եւ ուրեմն թողնելով միայն ծառայողականը, չէ, վերանցելով ընկերականը, ինքը միանգամից ուրեմն բարձրացրեց ծնողական հարաբերությունների հարցը եւ ներկայացրեց Աստծուն որպես բոլոր կենդանիակների ուրեմն հայր։ Մենք այս խնդիրը քննարկել ենք, որովհետեւ հрьяաները, թող իրանք ինձ դրեն, բայց իրենք կարծում են, որ դա ոչ էլ թաքցնում են։ Հрьяաները իրենք համարում են, որ իրենք ընտրյալ ազգ են, այդ հաստատումը իրենք գրանցել են իրենց դիցաբանության մեջ, որը կոչվում է 5 կտակարան, չէ՞։ Եվ այնտեղ Իովան, այսինքն իրենց Աստվածը հենց այդպես էլ հայտարարում է, որ ես հрьяաների նախանձախնդիր Աստվածն եմ։ Մենք մի քանի անգամ ձեզ հետ քննարկել ենք, որ երբ որ հայտարարություն է արվում Աստծո կողմից նախանձախնդիր բառ օգտագործելով, դա նշանակում է, որ եթե ազնվորությունը ինքը լինի ամենավերջի անբարոյականը, լինի ամենավերջին մեղավորը, լինի ամենավերջին, չգիտեմ, ստոր ազնվորությունը, եթե ինքը հрья է, Իովան իրա կողմից է։ Նախանձախնդիր բառը հենց սա է նշանակում։ Հասկանում եք։ Ես հասկանում եմ, որ երբ որ մենք այսպես քննարկում ենք, անմիջապես ուրեմն գնում են այնտեղ եւ հիմա նոր կոնցեպցիա է առաջ եկել, որ դուք թարգմանել եք բանից հուներենից, իսկ իվրիտում այդպես չի գրված եւ իրանք հիմա հաշվի են առնում այն նկատողությունները, որը արվում է, որպեսզի ասենք բաներ այսպես ճիշտ գաղափարների մեջ բերեն, չէ՞, բայց այն տեսքով, ինչ տեսքով, որ այդ գրվածքին հետևել են 2000 տարի համարյա շարունակ, ինչու համարյա 2000-ից ավել, չէ՞։ Ուրեմն այդ գաղափարն է, չէ՞։ Եվ Հիսուսը ինքը եկել է հերքելու այդ գաղափարը։ Ինքը եկել է հերքելու հрьяաների իրավունքը մտածել, որ իրենք առավելություն ունեն։ Եվ առաջ է քաշել այդ գաղափարը, որ ոչ Գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանիակների ուրեմն հայրն է։ Եվ ոչ մի ազգություն, ցանկացած ազգություն, որը ինքը այդպիսի գաղափար է առաջ քաշում, որ ինքը առավելություն ունի որևիցե մեկի հանդեպ, հա, ինքը ուրեմն համապատասխան աստվածային ոչ մի գաղափարների հետ ոչ մի կապ չունի այդ գաղափարը։ Այսինքն որ դա նյութական գաղափար է, որը հենված է գոռոզության վրա, ինքնահավանության վրա, թողներեն ինձի բոլորը, բարձ չէ, որ ոչ մի անձնական բան ես չունեմ, մենք քննարկում ենք գաղափարախոսությունը եւ ես մեղավոր չեմ։ Եթե այդ գաղափարը առաջ քաշեին, չգիտեմ, հույները, ես կասեի հույները իրանք սխալ գաղափարների մեջ են եւ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը Հիսուսը կգար այդ ժամանակ Հունաստան եւ այնտեղ այդ ամեն ինչը կսկսեր քննարկել։ Հասկանում եք։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ Աստծո հավասարության գաղափարն է։ Հիմա այսինքն, երբ որ մենք նայում ենք նյութական աշխարհ, չէ, այդ կրոնականությունները, որոնք հիմա կան, այդ կրոնականությունները իրենք քարոզում են միայնակ Գերագույն Աստծո ազնվորությանը, որը ունի հիմա ինչ որ միտեղ հրեշտակներ ունի, ինչ որ միտեղ ծառաներ ունի, այդ երևույթը ինքը տարբեր տեսակ է կոչվում, բայց քննարկվում է մի գաղափար, որ հավատացյալները իրանք Աստծո ծառաներն են։ Հասկանում եք, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը քննարկվում է որպես Տեր։ Հիմա տեսեք տրամաբանական տեսանկյունից, չէ՞, թվում է, որ սա ճիշտ գաղափար է, եւ այո, իհարկե, կենդանիակներն իրենք ունեն այդպիսի նախասահմանում, չէ՞, ծառայել Գերագույն Աստծո ազնվորությանը։ Երբ որ մենք խոսում ենք ծառայել բառը արտասանում ենք, սա չի նշանակում, որ դա վատ բան է։ Ինչու՞ չի նշանակում։ Որովհետև գիտեք, ուցել է ծառայել բառը ինքը օրինակ մեր ժամանակների համար, չէ՞, ծառայել բառը ինքը շատ այսպես անցանկալի բառ է, չէ՞։ Ինչու է անցանկալի։ Ինքը անցանկալի է, որովհետև մեր ժամանակներում բոլոր տերերը իրանք չարաշահում են, չարագործում են եւ նսեմացնում են
իրենց ենթականերին։ Եվ որ մարդը ինքը լսում է կենդանիակը ինքը բան է, ծառան է գերագույն աստծո անձնավորությանը, չէ՞, իր մեջ միանգամից գալիս է տեսամացած վիճակի գաղափարը։ Հասկանում եք, բայց գերագույն աստծո անձնավորությունը ինքը բնությամբ սիրող է։ Ինքը ընդհանրապես բռնության հանդեպ հակում չունի։ Հասկանում եք, եւ դա ինքնըստինքյան նշանակում է, որ գերագույն այսինքն ծառա նշանակում է ցանկություններ կատարող։ Հա? Իսկ գերագույն աստծո անձնավորությունը ինքը երբեք այդպիսի ցանկություններ չունի, ինչպիսի ցանկություններ որ ունեն այն տերերը, որոնք իրան գտնվում են կրքերի եւ տգիտության գոյավիճակների ազդեցության տակ։ Հասկանում եք։ Եվ ենթարկվել կամ ծառայել գերագույն աստծո անձնավորության ցանկություններին, դա նշանակում է անել ամեն բան, ինչ քեզանից կախված է, որ եւ դու եւ քեզ շրջապատող կենդանի էակները լինեն երջանիկ։ Հասկանում եք։ Սա ուրեմն շատ մեծ իրականում խոսակցություն է։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ տեսեք, եւ այս տեսանկյունից, չէ, երբ որ նկարագրվում է հոգեվոր աշխարհը, մենք սա բազմիցս ենք քննարկել, այդ հոգեվոր աշխարհը ինքը մի տեսակ խղճուկ տեսք է ունենում, որ գերագույն աստծո անձնավորությունը այդտեղ նստած է, հա, ունի մենակ ծառաներ, այդ ծառաներն էլ ծառայում են նյութական աշխարհին, հա, ինչ որ տարբեր տեսակի, ուրեմն բաներ են, հրահանգներ են կատարում աստծո կողմից, ինչ որ պայքարի մեջ են սատանայի հետ, չգիտեմ, էսեն են, եւ իսկ գերագույն աստծո անձնավորությունը այնտեղ նստած բոլորի ծառայությունն է ընդունում։ Սա արդեն հոգեբանական տեսանկյունից, չէ, գերագույն աստծո անձնավորության անձնական կյանքը դարձնում է իրականում ուղղակի ողորմելի։ Հասկանում եք, եւ այն գաղափարը, որոնք առաջ են քաշում արիացիները, ինքը շատ ավելի գրագետ է։ Ինչ են ասում արիացիները։ Իրենք ասում են. կենդանիակի երանության մեջ ապրելու հնարավորությունը չի կարող, ուղղակի չի կարող ավելի մեծ լինել, քան Աստծունը։ Այսինքն, որ կենդանիակները իրենք կարող են շատ ավելի հարուստ հարաբերություններ ունենալ, քան գերագույն աստծո անձնավորությունը, այդպիսի բան չի կարող լինել։ Հասկանում եք։ Եվ հիմա ուրեմն դրա համար իրենք ասում են, ոչ, այդ 5 հարաբերությունները նախասկզբնականորեն գոյություն ունեն հոգևոր աշխարհում։ Իրանք գոյություն ունեն հոգևոր աշխարհում, եւ գերագույն աստծո անձնավորությունը ինքը լիարժեք ձևով վայելում է այդ բոլոր հարաբերությունները։ Այս գաղափարի մեջ, այսպես հերթով նայում ենք էլի գաղափարները, չէ՞, այս գաղափարի մեջ տրամաբանության հիմքի վրա գործող անձնավորությունների համար միանգամից հարց է առաջանում։ Այ դուք ասում եք, որ գերագույն աստծո անձնավորությունը ինքը ուրեմն կարող է ունենալ ծնողական հարաբերություններ։ Հիմա այդ ծնողական հարաբերությունների մեջ ինքը մենակ ծնող է, օրինակ ամեն մի մարդ ինքը ինչ որ կամ ցանկացած կենդանի էակ, որը գոյություն ունի նյութական աշխարհում, ինքը ինչ որ մեկի զավակն է, իսկ ինչ որ մեկի համար ծնող, իսկ Աստված Եվ արիացիներն ասում են, այո, իհարկե։ Աստված նույնպես ինչ որ մեկի զավակն է, իսկ ինչ որ մեկի ծնող հոգևոր աշխարհում, ոչ թե համընդհանուր գաղափարով, այլ կոնկրետ ինչ որ հոգիների համար։ Հա? Տրամաբանության հիմքի վրա մարդը ասում է, այսինքն ոնց չհասկացանք։ Եթե ինքը գերագույն աստծո անձնավորությունն է, եւ ինքը իր գլխին ունի ծնող, դա նշանակում է, որ այդ անձնավորությունները, որոնք իր ծնողներն են, իրանք իրաց դիրքով ավելի բարձր են, ուրեմն Աստված հենց իրանք են, այլ ոչ թե այն, ում դուք եք մատնանշում որպես Աստված։ Արիացիները իրենք ասում են ոչ։
հա, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող է ընդունել ցանկացած դիրք։ Ինչի համար, որովհետև ինքը միշտ ուղղված է, այս ամենակարևոր գաղափարն է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը կենդանի էակների հետ շփման մեջ միշտ ուղղված է դեպի այն կողմ, որ բոլոր տեսակի երանությունները կամ բոլոր տեսակի վայելքները հարաբերությունների, չէ, որոնք ընդհանրապես գոյություն ունեն, առաջին հերթին պիտի վայելի հենց ինքը։ Եվ եթե պետք է գալիս, ինքը լինում է փոքրիկ երեխա եւ ընդունում է ինչ-որ նվիրալների որպես իրան ծնող։ Հա, մենք հիմա պիտի հասկանանք հիմքը։ Այսինքն, ինչու են արիացիները պնդում, որ այդ բազմազանությունը կա, թե տեխնիկապես դա ինչպես է կատարվում, մենք ժամանակին կքննարկենք, երբ որ այդ հարաբերություններին հասնենք, շատ մանրամասը կքննարկենք, էլի, թե ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը փոքրիկ երեխա դառնում, ինչպես է ինքը ինչ-որ մեկին իր համար ոչ թե միայն ծնողներ ընդունում, այլ ինչ-որ մեկին ընդունում է որպես մորաքույր, ինչ-որ մեկին որպես հորաքույր, ինչպես ինչ-որ մեկին ընդունում է որպես քեռի, հա, եւ այդ անձնավորությունների ցանկությունները ինքը միշտ կատարում է։ Ինքը ենթարկվում է այդ անձնավորությունների ցանկություններին։ Հասկանում եք։ Եվ թե ինչու է դա այդպես լինում եւ ինչ է տալիս դա հոգեվոր աշխարհի իրականությանը։ Այդ բոլոր հարցերը մենք մանրամասն ենք քննարկելու։ Հիմա դրա ժամանակը չի։ Հիմա կարևորը որպեսզի մենք հասկանանք գլխավոր սկզբունքը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հոգեվոր աշխարհում վայելում է իր երանությունը։ Վայելում է կենդանի էակների հետ, որոնք, տեսեք, ես ինչ-որ բան էի խոսում, չէ, եւ այստեղից անմիջապես պարզ դարձավ, չէ, որ ինքը վայելում է այդ իր գոյությունը տարբեր, ես այդ խոսքը օգտագործեմ, էլի, տարբեր կալիբրի կենդանի էակների հետ։ Այսինքն ինչ-որ մեկը որակավորում ունի լինել Աստծո ծնողը, ինչ-որ մի հոգի, ինչ-որ մի հոգի որակավորում ունի լինել Աստծո ծառա, գնանք ավելի ցածր, ինչ-որ մի հոգի որակավորում ունի լինել ծաղիկ նրա տան առաջ դաշտում, ինչ-որ մեկը որակավորում ունի լինել ավազի հատիկ, այնտեղ ամեն ինչը գիտակցություն ունեցող է։ Հասկանում եք, չէ՞, այսինքն տարբեր կենդանի էակներ ունեն տարբեր հնարավորություններ ընդհանրապես, հա, ուրեմն հարաբերությունների մեջ մտնել Աստծու հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է, որ դառնում է նախանձի հիմք։ Այն կենդանի էակները, որոնց գիտելիքը սակավ է, իրենք չեն կարողանում իրենց մեջ գնահատել հոգևոր աշխարհի բազմազանության արդարությունը։ Եվ իրանք իրենց մեջ այդպիսի հարց են բարձրացնում։ Օրինակ, ինչու է հենց ինքը Աստված, այլ ոչ թե ես։ Հա? Կամ ինչու է հենց ինքը Աստծո ամենասիրած կենդանի էակ, այլ ոչ թե ես։ Ինչու է հենց այս անձնավորությունը Աստծո հետ մտերմիկ հարաբերությունների մեջ, այլ ոչ թե ես, հա, եւ սա կոչվում է նախանձ։ Տեսեք, այդ նույն հոգեբանությունը ինքը տեղի ունի նաեւ նյութական աշխարհում։ Երբ որ մենք որևիցե մի կենդանի էակի հանդեպ կապվածություն ենք զգում, չէ՞ որ առաջինը, չէ, դե ուրիշ կենդանիակներին լահագից թողնենք։ Առաջինը, որը մեր հոգեբանությանը բնորոշ է, դա նա է, որ երբ որ մենք մտնում ենք բազմազանության մեջ, մենք միշտ ունենք այդ հնարավորությունը, եթե նույնիսկ չունենք, ունենք այդ ցանկությունը ունենալ առավելություն։ Ինչու համար, որպեսզի լինենք ուշադրության կենտրոնում։ Ինչու համար, որպեսզի մատները սուն վրա դնենք, կարողանանք իրանց վայելել։ Չէ՞։ Բայց տեսեք, նյութական աշխարհում էլ կենդանի էակը հետագայում ինքը չի կարողանում այդ իրականությունից խուսափել, որ նյութական աշխարհում էլ է այդպես։ Ինչ որ մեկը գեղեցիկ է, ինչ որ մեկը տգեղ,
ինչ որ մեկը հարուստ է ծնվում, ինչ որ մեկը աղքատ, ինչ որ մեկը իմաստունների կրթվածների ընտանիքում է ծնվում, ինչ որ մեկը անգրագետների, ինչ որ մեկը համեմատաբար բարոյականների ընտանիքում է ծնվում, ինչ որ մեկը այլասերվածների, չէ՞։ Հասկանում եք, ինչ որ մեկը հզորների ընտանիքում է ծնվում, ինչ որ մեկը ծառաների, ճորտերի կամ նույնիսկ ստրուկների։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այդ նույն խնդիրը, այդ նույն խնդրի առաջ կենդանիակը կանգնում է եւ նյութական աշխարհում։ Բայց ո՞րն է տարբերությունը։ Հոգևոր աշխարհում, հենց որ կենդանիակը ինքը նախանձով լցվեց, հա, ես դա մի քանի անգամ բացատրել եմ, վարկյան ակնթարթ չի անցնում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը անմիջապես այդպիսի կենդանիակի գիտակցությունը անջատում է հոգևոր աշխարհից։ Հասկանում եք, ինչու, որովհետև հոգևոր աշխարհը ինքը նախատեսված է վայելքի համար, եւ եթե հանկարծ կենդանիակին թույլ տաս, որպեսզի ինքը իր նախանձով մի վարկյանից ավել հոգևոր աշխարհում մնա, ինքը կպղծի ամբողջ հոգևոր աշխարհի մթնոլորտը։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ պատճառով անմիջապես ուրեմն անջատում է կենդանիակին, եւ հիմա կենդանիակը իր նախանձի հետ միասին, այսօր եթե պատկերավոր ասեմ, մնում է օդում։ Ինչպիսին է Գերագույն Աստծո ազնվորության արձագանքը այդ երևույթի հանդեպ։ Մենք կարողանում ենք տեսնել, հա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այսպիսի արձագանք է ունենում։ Ինքը ուշադիր կենտրոնանում է, թե այդ բոլոր կենդանի էակները, իսկ իրանք շատ են, եթե մենք նայում ենք միայն մեր մոլորակի վրա ինչքան կենդանի էակներ են ծնվել եւ շարունակում ծնվել, ասենք անցյալում են ծնվել, հիմա են ծնված եւ դեռ անսահման ընթացքում ծնվելու են կամ ամբողջ տիեզերքի մասշտաբում դա ինչ քանակությամբ կենդանի էակներ են, հասկանում ենք, որ նախանձների բանակը ինքը անթիվ անհամար է իրականում։ Թեկուզ արիացիներ իրանք թիվ են ասում, իրենք ասում են բոլոր դեպքերում իրանք կազմում են ուրեմն 25% հոգևոր աշխարհի, չէ՞, բավականին բարձր տոկոս է։ Եվ տեսեք, ասենք, հիմա կենդանիակը ինքը լցվեց նախանձով։ Գերագույն Աստծո անձնավորությունը անմիջապես այդպիսի անձնավորությանը զրկում է հնարավորությունից նախանձը իրականացնել հոգևոր աշխարհում։ Եվ այստեղ այդ ինչ-որ նկարագրվեց, չէ, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտնում է ներքին մտորումների մեջ։ Այսինքն, մենք խոսացել ենք դրա մասին, որ բոլոր կենդանի էակները Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն են, չէ, եւ այդ տեսանկյունից, ուրեմն այստեղ այդ երևույթն է տեղի ունենում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը, ասենք իրանք բոլորը արտահայտված են, արտաքին աշխարհում արտահայտված են, որպես իրենից առանձնացված անհատական հոգիներ, չէ՞։ Հիմա այնքը անջատեց, այդ անջատեց հոգևոր աշխարհից, ինքը նշանակում է ինքը այդ կենդանիակի գիտակցությունը, ոնց որ կոպիտ ասած, շատ պատկերավոր եմ ասում, էլի, որ մեխանիզմը հասկանաք, հետ քաշեց իր մեջ։ Կենդանիակը հայտնվեց կախված վիճակում, հա, այդ վիճակում ինքը արդեն հոգևոր աշխարհում չի, բայց դեռ նյութականում էլ չի։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ բոլոր կենդանի էակներին հավաքում է իր մեջ, հա, եւ, կարող ենք այդպես ասել, եւ մտնում է մեդիտացիայի մեջ այդ կենդանի էակների, հա, որպեսզի ինքը հասկանա, թե այդ կենդանի էակների ցանկությունը բավարարելու համար ինչ է պետք։ Եվ առաջի բանը, որը ինքը հասկանում է, դա նա է, որ կենդանի էակները իրենք նախանձել են հենց առաջի հերթին Աստծո երանությանը։ Հասկանում եք, այսինքն հիմա ինքը պիտի հասկանա, թե նախանձ կենդանի էակների ցանկությունը կատարելու համար, հա, ինքը ինչ մարմնավորում պիտի տա,
ինչ մարմնավորում է հարկավոր, որովհետև ինքը այսպես է, էլի հոգևոր աշխարհը ինքը այսպես է կառուցված, որ տարբեր կենդանի էակներ իրանք գերագույն աստծո անձնավորության այդ բանի հզորության եւ հմայքի միջև տարբեր տոկոսայնությամբ են հրապուրված։ Եվ հոգևոր աշխարհում գերագույն աստծո անձնավորությունը ինքը բազմազան մարմնավորումներ ունի, չէ, որոնք իրանց մեջ հենց այդ տարբեր տոկոսայնություններն են պարունակում։ Նախասկզբնական իսկ իրական գերագույն աստծո անձնավորությունը ինքը իր մեջ պարունակում է 100% ուրեմն բան հզորություն, 100% հմայք։ Հիմա կարող է ինչ-որ մի կենդանի էակ ավելի շատ կենտրոնանում է, օրինակ, 100% հզորության, չգիտեմ, 98% հմայքի։ Գերագույն աստծո անձնավորությունը համապատասխան մարմնավորումն է տալիս հոգևոր աշխարհում, դա լինում է առանձին մոլորակ, որտեղ այդ 2% հմայքը դուրս եկավ, հա, կամ հակառակը 2% բանը դուրս եկավ, ասեք, հզորությունը դուրս եկավ, որտեղ հոգևոր աշխարհի ամենաբան ռեգիոններում, չէ, գերագույն աստծո անձնավորությունը ինքը փոքրիկ տղայի տեսքով կարող է խաղանել իր ընկերների հետ, որոնք ընդհանրապես իր այդ աստվածային հզորությունները ընդհանրապես չեն գիտակցում։ Եվ դրա համար չարաճճի խաղեր են խաղում իր հետ, հա, եւ դա է հնարավորություն տալիս, որ ինքը վայելի այդ իրագործության մեջ վայելի այդ չարաճճիության էներգիան։ Հասկանում եք։ Հիմա տեսեք ուրեմն։ Եվ հիմա գերագույն աստծո անձնավորությունը ինքը կենտրոնանում է, որ ինքը այդ ճիշտ մարմնավորումը տա։ Եվ ինքը կամած իր մեջ, իրականում դա մի ակնթարթ է տևում, բայց ես կամած ասեմ, էլի։ Հա, ինքը կամած իր մեջ, այսպես հերթով ծածկում է կամ զիջում է, ես ավելի շուտ այդ խոսքն եմ ուզում ասեմ, էլի։ Ինքը իր մեջ, հա, իր երանության, իր երջանկության կոմպոնենտները սկսում է զիջել նախանձներին, այբ որ ինքը իր սիրտը կարդում է, ինքը տեսնում է, որպեսզի այս կենդանեակը բավարարված լինի, օրինակ, ես պիտի կին չունենամ, որպեսզի այս կենդանեակը բավարարված լինի, ես պիտի սիրող ծնող չունենամ, որպեսզի այս կենդանեակը բավարարված լինի, ես պիտի հավատարիմ ընկեր չունենամ։ Եվ այսպես գերագույն աստծո անձնավորությունը ինքը իր անձնական կյանքը այսպես զիջելով գալիս է հասնում է այն կետին, որ նախանձով լցված կենդանի էակները իրանք ընդհանրապես մի տեսակի աստծուն են կարող են ընդունել։ Աստված, որը կենտրոնացած է միայն իրանց վրա, չունի անձնական կյանք, լավագույն դեպքում, որպես անձնական կյանք ունի միայն կին, եւ հիմա ինչով պիտի զբաղված լինի այդ կինը։ Այդ կինն էլ ինքը պետք է լինի բախտի աստվածուհի, որն էլ առավոտից երեկո զբաղված է մենակ նրանով, որ ուրեմն բավարարի նյութական աշխարհի կենդանիակներին տա լավ բախտ։ Այս ստացանք գերագույն աստծո անձնավորությունը վերջում այս սա է ստանում։ Եվ դա լինում է, արիացիների կատարմամբ դա կոչվում է Վիշնու Լաքշմի, հա, այսինքն արարիչը եւ բարգավաճության աստվածուհին։ Նրանք արիացիների կատարմամբ երեխաներ չեն ունենում։ Հա, այսինքն երբ որ գերագույն, այսինքն ինչ է ստացվում, էլի, որ նախանց կենդանեակները Աստծուն եւ նրա վայելքի էներգիային, հա, լիշայոտ զրկում են, հա, իրանք զրկում են Աստծուն եւ իր վայելքի էներգիային, զրկում են իրար հետ կյանք վայելելու իրավունքից։ Եվ Աստված, եւ նրա ուրեմն վայելքի էներգիան, որ այսինքն իր կինը, հա, իրանք երկուսն էլ պիտի զբաղված լինեն միայն այդ նախանց կենդանեակների ցանկությունները կատարելով։ Всё։ Ոչ
մամա ունես, ոչ պապա ունես, ոչ ընկեր, ոչ բարեկամ, ոչ ընկեր, չգիտեմ, ոչ կին, ոչ մի բան չունես։ Պիտի առավոտից երեկո զբաղված լինես միայն ինձանով։ Հա, եւ այդպես հələ դեռ այս պահին Վիշնոն ինքը հայտնվում է մենակության մեջ։ Ինքը տվեց իր ամբողջ անձնական կյանքը զիջեց, չէ, բարձր չի զիջել, նախասկզբնական գերագույն աստվածավորությունը ինքը այդպես էլ մնում է, ինքը այդ մարմնավորումը տվեց, որ այս մարմնավորումը ինքը միայնակ է, ես, ինչ եք ուզում, նախանձում եք իմ վայելքին, ես մնացի մենակ, ոչ մի բան չունեմ, հա, միակ բանը որ ունեմ, դա դուք եք, էգոիստ և նախանձ էակներդ։ Եվ դուք պահանջում եք, որ ես պիտի առավոտից երեկո զբաղված լինեմ միայն ձեր երջանկությամբ և միայն ձեր վայելքներով, ես համաձայն եմ։ Այսինքն, ինքը այդ արարչի մարմնավորմամբ նախանձ կենդանեակների համար իլյուզիա է ստեղծում, որ ինքը անձնական կյանք չունի, որտեղ նախանձները իրանք չեն կարողանում դիմանալ, երբ որ այլ ազնվորությունը, ում իրանք նախանձում են, ունի անձնական կյանք և այդ անձնական կյանքում երջանիկ է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ահա այս վիճակն էր, որ այս տեքստերում նկարագրվեց։ Չէ՞։ Հիմա ինքը այդպես հավաքեց այդ ամեն ինչը, մենակության մեջ, մի թեթև իր աչքերը բացած և հիմա պիտի տեղի ունենա այն առաջի շարժումը նյութական աշխարհում։ Եվ ուրեմն արդեն այդ առաջի շարժումը ինքը կապվեց կրքերի գոյավիճակի հետ։ Եվ այստեղ փաստորեն ամենակարևոր գաղափարներից մեկը, որ արիացիները առաջ են քաշում, դա նա է, որ մենք հիմա այստեղ հնարավորություն ենք ստանում հասկանալու, չէ, որ նյութական աշխարհը ինքը արարվում է ոչ թե ինչ-որ պատահական իրադրություններից դրդված, հա, այլ դա գերագույն Աստծո անձնավորության ներքին աշխարհի սենց ասեմ էլի, գեներացիայի հետևանքն է, հա, այ գերագույն Աստծո անձնավորության ներքին ցանկության, որն է այդ ցանկությունը, ինքը ցանկություն է հայտնում բավարարել նախանձներին, և պրոցեսը ինքը նկարագրվեց հենց այդպես, որ ամեն ինչ, այսինքն նյութական աշխարհը կամ այն աշխարհը, որտեղ ակտիվ լինելու իրավունք են ունենալու նախանձները, չէ, ինքը սկսվում է ոչ թե կոպիտ Աստծո կողմից կոպիտ գործողություններով, այլ առաջի հերթին սկսվում է նրանից, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր ուշադրության կենտրոնում է պահում եւ այդ կենդանեակներին եւ նրանց ներքին պահանջը։ Հասկանում եք։ Եվ այստեղ նկարագրվեց, որ այդ պահին գերագույն Աստծո անձնավորությունը հիմա պատճառային օվկիանոս, այսինքն որոնք են պատճառները, որով պիտի արարվի նյութական աշխարհը։ Տեսեք, այսինքն սա այդպես չէ՞ էլի, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պրոստը նստած է, դե ոչ մի բանով զբաղված չի, մենակ ինչ որ 3 հատ հրեշտակ են հաշուրջը ֆռում, շատ եմ կոպտացնում, էլի կներեք խնդրում եմ, չէ՞։ Հա, ինքը ինչ-որ ձանձրացավ, նստեց, մտածեց, ասեց, «Ավարտ, ինչ անեմ, դե լավ, արի սպասի 2 հատ ինչ-որ էակ ստեղծեմ, դնեմ այդ էդեմի մեջ, տեսնեմ ինչա դուրս գալիս, կողքից նայեմ, ինչ-որ հետարքիր ա, էլի, լաբորատորնի փորձ անեմ»։ Չէ՞։ Այլասեր իրանք այլ կերպ են նկարագրում, չէ՞, իրանք ասում են, այ դրանից առաջ կա հայտնվում է պատճառային օվկիանոսը, այսինքն խորը պատճառներ կան, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սկսում է արարել աշխարհ, որի մեջ պիտի լինի մահ ու դաժանություն, նախանձ ու ագահություն, խորամանկություն ու թշնամանք,
Հասկանում եք, չէ՞։ Եվ ինքը այդպես չէ, որ նստում մտածում ասում լավ, սպասի։ Դե այստեղ երանության աշխարհն է, այստեղ եմ մի հատ աշխարհ ստեղծեմ, որտեղ կենդանիակները իրար ամբողջ օրը ուտեն։ Այդպես չի։ Ուրեմն պարկած է Պատճառային օվկիանոսի վրա, պարկած է Սանկարշանայի վրա, այդ հավաքող ուժի վրա, չէ՞։ Եվ ինքը ուղակի մտորումների կամ ինքը դա մտորում չի, իմինը կենտրոնացման, ինքը մեդիտացիայի մեջ է։ Եվ այդ մեդիտացիայով է ինքը կամաց շատ կոպտա, եթե կոպտացնեմ, այսպես իր այդ պատկերացումը, թե նյութական աշխարհը ինքը ինչպիսի կառուցվածք պիտի ունենա, սկսում է կենդանանալ, չէ՞։ Եվ այստեղ ուրեմն կարող ենք ասել, որ այդ նկարագրությունը, որը ինքը նկարագրվեց, ինքը բավականին միստիկական երևույթ է, չէ՞, որտեղ այստեղ ինքը կասի եւ 4000 այդպիսի կալպա, չէ՞, այսինքն այդ ժամանակի մասին ենք խոսանք, որտեղ տեքստերը ժամանակի մասին են խոսածին, չէ՞։ Հա, ուրեմն այդ գերագույն Աստծո անձնավորության դերքին process-ի արդյունքն է դառնում նյութական աշխարհը, երբ որ ինքը, այսինքն այդ խորը հոգեբանական բաների մեջ է խորասուզվում, թե կենդանիակը ինքը ինչ աշխարհի կարիք ունի։ Այսինքն աշխարհը ինքը ինչպիսինը պիտի լինի, որպեսզի կենդանիակը ինքը կարողանա իրականացնի իր նախանձը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ process-ը նկարագրվեց այս տեքստի մեջ, չէ՞։ Եվ շատ կարևոր էր, չէ, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չնկարագրվեց։ Օրինակ տեսեք, ասենք, չէ, 5 տակարանում գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նկարագրվում է որպես մի անձնավորություն, որը նյութական աշխարհը արարեց ջղայնությունից։ Ջղայնությունը ինքը այդ կատարմամբ, ինչպիսին որ այնտեղ է նկարագրվում, մենք մի քանի անգամ փաստարկները քննարկել ենք, չէ, որ եւ այդ ծառն է ինքը դրել է դեմում, եւ ինքը բացարձակապես զորություն ուներ ընդհանրապես այդ օծին թույլ չտալ, որ այդ դեմի մեջ ինքը հայտնվի, հա։ Եվային ինքն է ստեղծել, կոպիտ ասեմ կներեք, անուղեղ, չէ։ Հետո այդ օծը մոտեցել է հենց այդ անուղեղին, հետո այդ անուղեղին հրապուրել է, հետո ուրեմն այդ անուղեղը կարողացել է խափի ուղեղ ունեցողին, հա, դա էլ է, չէ, խնդրահարույց, թե որտեղ է իր ուղեղը, եթե իրան այդքան հեշտ կարելի էր խափել, հասկանում եք, եւ հետո եկել է եւ տեսել է, որ այդ անուղեղը այդ ծառի խնձորից կերել է, որտեղ իրան օծն է համոզել, եւ փոխարեն օծին պատժեր, եւ իր զորությունը օգտագործեր, եւ եթե պետք էր, ընդամենը կավից էր սարքել, Եվային այդ կավը նորից քանդեր, Ադամին էլ նորից սարքեր, Եվային էլ նորից սարքեր, օծի գլուխն էլ կտրեր շպրտեր են կողմ, ասեր դու ուրեմն սրանից հետո եթե դու ես այգին մտար գլուխդ նորից կկտրեմ, всё, սրանք էլ անմեղ նորից ապրենք։ Դա կլիներ գոնե արդար եւ հավասարակշիռ պահվածք։ Հա, բայց ինքը այնտեղ նկարագրվում է որպես մի անձնավորություն, որը դուք ասես ցանկացած հոգեբանի տակ ինքը կասի, սա ներքին հասունությունից զուրկ ջղայնության մեջ մտած անձնավորության գրգռված վիճակում գործողություններ են։ Հասկանում եք։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նկարագրվում է որպես մի անձնավորություն, որը ինքը հավասարակշիռ վիճակում, եւ տեսեք, հա, իհարկե, ասենք հոգևոր տեսանկյունից դա վարքյան էլ չի, բայց երբ որ նյութական ժամանակի մեջ եք մտնում, ասվեց 4000 կալպա, այդ կալպաները, ուրեմն ամեն մի կալպան իր մեջ պարունակում է յուգաներ, այսինքն այդ ոսկե, արծաթե, բրոնզե եւ երկաթե դարաշրջաններ, հասկանում եք, եւ այդպիսի 4000 կալպա գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտածում էր։
Հասկանում եք։ Եվ այս է այստեղ նկարագրվում, չէ՞, որ այդ գործողությունը ինքը այսինքն խորքային գիտակցված գործողություն էր եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չսկսեց գործել, այ ամեն ինչ արդեն կա, հա, ոնց որ պատրաստ են, պատրաստ կարելի է բան անել, չէ, բայց ինքը չի սկսում գործել, մինչև չգա իր ներքինում բացարձակ պարզության, թե ինչի համար է սա անում։ Տեսեք հոգեբանները որտեղից են վերցրել այդ իրանց բաները, պրոտոկոլները, երբ որ աշխատում են մարդու հոգեբանության հետ, ասմիսլենность։ Հասկանում եք։ Հա? Եվ այս Աստծո այս նկարագիրը ինքը իրականում շատ կարևոր է, որ այդ օրինակն ենք վերցնում, այ ոնց որ հոգեբանները վերցրել են, այնպես չի, որ ես կշտամբում եմ։ Ես շատ ուրախ եմ, որ վերցրել են, որտեղ ճիշտ սկզբունք են վերցրել։ Ուղղակի դա էլի, որ չեն ընդունում, էլի որտեղից են վերցրել, հասկանում եք, կամ կարող է այդքան էլ դե արդեն այս հիմիկվա հոգեբանները արդեն տեղյակ չեն, որտեղ հիմքը դնողն է տեղյակ։ Չէ՞։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա այսինքն տեքստը ինքը մեզ այդ տրամադրության, եթե մենք լուրջ ենք մոտենում տեքստին, տեքստը մեր մեջ այդ տրամադրությունն է ստեղծում, հասկանում եք, որ նույնիսկ Աստված ինչ որ մի գործողություն անելուց առաջ այդքան երկար մտածեց, որպեսզի ինքը բազմակողմանի ամեն ինչը դիտարկի, այլ ոչ թե ամեն ինչը, որովհետև այն նկարագիրը, որը կա բանի կողմից, 5 տակարանի կողմից, չէ, այդտեղ գործեց Աստված միայն իր տեսանկյունից։ Ինքը գործեց միայն իր ցանկությունների, իր պատկերացումների տեսանկյունից։ Այսինքն, եթե մենք ժամանակակից հոգեբանությամբ ազատ բան անենք, չէ, նայենք, այդ Աստվածը ինքը մի անձնավորություն էր, որ իր մեջ ինչ-որ մի հատ կարծինքա ուներ, որ ես ստեղծեցի բանը, Էդեմը, ստեղծեցի Ադամին ու Եվային, ստեղծեցի նենց, որ իրանք իրար հանդեպ կիրք չունենան, ասեց, տմբլո ինչ-որ չես հասկանում, էլի, ասեք, հա, լավ, կիրք չունեցան, բա ինչ հարաբերություններ է, այդ հələ թողնենք դա։ Ասենք ինչ-որ այնպիսի բաներ չունենան, որ հետագայում կոնֆլիկտներ ունենան, որ իրանք պրոստը այս Էդեմը վայելեն։ Հա, ինչի համար, մի քիչ այդքան էլ պարզ չի, բայց դա էլ կարևոր չի այստեղ։ Բայց իմ պատկերը այդպես էր։ Հետո ես հանկարծ մեկ էլ որոշեցի այդ Էդեմում մի հատ ծառ դնեմ, որը իրանց համար վտանգավոր է։ Դրեցի ու իրանց էլ ասցի ձեռ չտաք։ Հա? Հետո թույլ տվեցի, որ այդ օձը մտնի այդ այգի։ Այսինքն քնած էի, ինչ էի, այդ օձը ոնց մտավ այդտեղ։ Հա? Ասենք, Աստված ենթադրենք, Աստված քնած էր, իրանք օձը մտավ։ Չէ՞։ Հիմա այդ օձը մտավ, կարողացավ Եվային համոզի, ինչ եղավ։ Այդ ռեակցիան ինչը որ տվեց, այն Աստվածը, չէ՞։ Դա այդ իմ կարծինքան խախտեցին։ Ես ասել էի, այս ծառը վտանգավոր է, լավ եմ արել դրել եմ, դուք էլ դի ձեռ չտաք։ Ինչի ձեռ տվեցիք։ Այ իմաստա խառնեցիք իրար։ Ես սեզ չէի պատկերացնում։ Դե եթե դուք տենց արեցիք, ոնց որ ես չէի պատկերացնում, ուրեմն գնացեք, ես ձեր հերն էլ եմ անիցե, մերն էլ եմ անիցե, գնացեք տառապեք, տանջվեք, իրար կերեք, սպանեք, հացն էլ քրտինքով աշխատեք, երեխա էլ ոռնոցով ունենաք, չես իմանում ինչ։ Այդ ամեն ինչը դա ոչ հավասարակշիռ իրա պատկերացումներից դուրս ինչ որ մի հատ իրականությանը հանդիպած կենդանի էակի կրքոտ եւ ջղայնությամբ լիքը ռեակցիան է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը որպես Գերագույն Աստծո անձնավորություն նույնիսկ մի հատ չկանգնեց, որ մեզ այդպիսի խորհուրդ է, չէ՞ տալիս։ Նույնիսկ մի հատ չկանգնեց, որ ասեց մի հատ սպասի էլի։ Իսկ կարող է ես եմ մեղավոր, որ այս ամեն ինչը սենց եղավ։ Չի որ ասենք այս Եվան, հա, ես իրան նենց եմ ստեղծել, որ ինքը չուն առանձնապես ուղեղ չունի, հա, էդ էլ չէ, ոնց որ կնոջ մեղքը չի, եթե էդ ենք բանանում։ Իրան Աստված է այդպեսին ստեղծել։ Հա, հիմա
Ես այդ ծառն էլ դրել եմ, կարող էի вообще սկետ ծառի անունը չտա։ Ես ինչի այդ ծառը դրեցի այդտեղ։ Այ մի հատ այդ հարցին արի ես ինքսից պատասխանեմ։ Ես այդ պրովոկացիոն ծառը այդտեղ ինչի դրեցի։ Որ ստուգեմ իրանք ինձի կլսեն թե չէ, այդ նույն թեման է, որ ինքը իմ կարծինքով իրականացնի։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ գերագույն այս մեդիտացիան, որ ինքը այդքան երկարատև մեդիտացիայի մեջ մտավ, չէ՞, ինքը ինչի՞ է, եթե ինքը ջղայնությունից գործեր, ինքը միանգամից այդ կլներեն ինչ որ այնտեղ է նկարագրված, բսից կվներ կգցեր նյութական աշխարհ, կասեք ոչ գնացեք տարապեք ձեր հենել անցած։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ հավասարակշիռ բան է տեղի ունենում, չէ՞։ Ինչու համար, որովհետև արիացիների նկարագրմամբ գերագույն Աստծո ազնվորության եւ կենդանի էակների միջև կա մի սրբություն, շատ կարևոր սրբություն, որը գերագույն Աստծո ազնվորությունը երբեք ոչ մի պարագայում այդ սրբության վրայով չի անցնում։ Դա նա է, որ ինքը կենդանի էակներին տվել է վերաբերվելու ազատություն։ Կենդանիակները ունեն ցանկանալու ազատություն։ Հասկանում եք։ Всё, այսինքն հոգևոր աշխարհում ոչ մի գայթակղիչ ծառել չի եղել։ Հոգևոր աշխարհը գայթակղել է կենդանիակին այն վայելքի քանակությամբ, որը այնտեղ կա։ Եվ եթե կենդանիակը ինքը գոհ չի մնացել իր դիրքով, ինքը նախանձել է, վերջ։ Հասկանում եք, եւ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդքան երկար մտածում էր, որպեսի, ասես լրիվ իր մեջ այդ բանը գար, էլի ես նորից եմ շեշտում, որ այդ 4000 կալպան ինքը այստեղ է շատ երկար։ Չէ, օրինակ ասենք, տեսեք, եւ գիտնականներն էլ, չէ, իրանք երբ որ հետազոտություններ են անում, նույնիսկ մեր մոլորակը, ասենք ինչ որ բանի մասին են խոսում, իրենք ասում են, այս ինչ բանը ինքը ձևավորվել է, օրինակ, միլիոն տարի։ Չէ՞։ Այսինքն այդքան ժամանակ է պետք եղել նյութական աշխարհին, որ ինքը ինչ որ մի բան իր մեջ ձևավորի։ Բայց հոգևոր տեսանկյունից դա ակնթարթ է ընդամենը։ Իսկ արարիչը ինքը հոգևոր բնություն ունի, բայց միևնույն է, նյութական աշխարհի համար դա երկարատև process էր։ Այսինքն գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ հավասարակշիռ վիճակում, հա, գալի բերում էր այդ իմի էր բերում, թե նախանձների ինչ կվալիֆիկացիաներ կան, թե այդ նախանձը ինքը ինչ արդյունքներ կարող է ունենա, չէ՞, թե ասենք նախանձները իրար մեջ ինչ հարաբերություններ են ուզում ունենան։ Հասկանում եք, եւ այդ ամեն ինչը ինքը միավորվում է մի կետում։ Եվ հիմա գերագույն Աստծո ազնվորությունը այդ հավասարակշռության մեջ, որ ընդունեց իր որոշումները, չէ՞։ Հիմա եւ հետո, չէ՞, այսինքն մենք տեսանք, որ հիմա գերագույն Աստծո ազնվորությունը ինքը անջատեց իրան, ինքը անջատեց իրան իր հոգևոր աշխարհի երջանկությունից, դարձավ միայնակ, մտածեց, որպեսի նոր գործունեության մեջ մտնի։ Հա? Եվ այն օրինակը, որը ինքը մեզ ցույց տվեց, դա նա էր, որ ներքին խուճապի մեջ չի կարելի գործել։ Հասկանում եք։ Այսինքն մինչև ներքին process-ը ինքը չդառնա հասուն, այսինքն բոլոր կողմերից կշռանդատված, չի կարելի գործել։ Սա էր այն օրինակը, որը գերագույն Աստծո ազնվորությունը այստեղ մեզ տվեց։ Հա, հիմա հատուկ ուշադրություն կարելի էր դարձնել այն բանի վրա, որ այդ ներքին լռության, այդ ներքին կենտրոնացվածության մեջ գերագույն Աստծո ազնվորության աչքերը կիսաբաց էին։ Հա, եւ դա նշանակում է, որ ինքը իր այդ
բանը էլի, այդ գիտակցված, այսինքն ինքը մտել է իր ներսը, բայց իր գիտակցված վիճակը չի կորցնում։ Հասկանում եք։ Ինքը չի կորցնում գիտակցված վիճակը, չէ՞, եւ տեսեք, այստեղ ինքը մեզ այդ կարելի ասել այդ ներքին մշակույթն է սովորացնում, չէ՞, որ ցանկացած երևույթ, որի շուրջ մենք ուզում ենք գործունեություն ծավալենք, չէ՞, այո, մենք պետք է մտորենք, բայց այդ մտորումների ընթացքում мы не должны терять подключку, էլի, ոնց ասեմ հայերեն, մենք չպետք է կորցնենք այդ իրականությունը ընկալելու մեր ունակությունը։ Հասկանում եք։ Այսինքն, երբ որ անձնավորությունը ինքը կենտրոնանում է ինչ-որ մի խնդիրների վրա, չէ՞, այդ ժամանակ ինքը արտաքին աշխարհում մնում է ոչ թե որպես գործող, այլ որպես դիտորդ։ Միջև իր ներսում այդ բոլոր process-ները չանցնեն ու ինքը արդեն այսպես բան կանգնած իր ոտքերի վրա բան չանի, չհասկանա, թե ինքը ինչպես պիտի գործի, չէ՞։ Ուրեմն, այս տեքստը մենք սկսել ենք, ասենք, բոլոր տեքստերը քննարկել նաև այդ տեսանկյունից, չէ՞, որ տեքստը ինքը կարող է սխալ ընկալվել, եթե ինքը ուղղակի ընկալվի, այդ ուղղակի այնպես ինչպես ինքը նկարագրվեց, որ սա ուղղակի մի վիճակ է, որտեղ Գերագույն Աստծո հանձնավորությունը պրակտիկորեն քնած էր։ Հա? Բայց այստեղ բառեր օգտագործվեցին, որտեղ ոչ միտեղ չասվեց ինքը քնած էր։ Հա, բոլոր տեղ ասեցին ինքը самосозерцающий, էլի, ռուսերեն այս բառեր կա, որ ես չգիտեմ հայերեն ոնց ասեմ։ Այդ ինքը իրան մեջ, ինքը իրա վրա կենտրոնացած, ինքը իրա մեջ գնացած էր, չէ՞։ Հա? Եվ ասենք, այստեղ անձնավորությունը այդ դեպքում լավ չի հասկանա, թե ինչ վիճակի մասին է խոսքը եւ հատիվաբար չի կարողանա իր համար այն վերցնել այն, ինչ որ իր համար օգտակար ինստրումենտ է, չէ՞։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը այստեղ ներկայացվեց որպես մի անձնավորություն, որը ինքը ոչ թե ուղակի երկրպագության արժանի կամ պարտադիր երկրպագության, այսպես էլ երկրպագություն ընդունող մի անձնավորություն է, որը ինքը այսպես էլի երբ ինչ ուզում անում է կենդանիակների հետ, այլ մենք այստեղ առաջի քայլով ծանոթանում ենք Գերագույն Աստծո անձնավորության իր այդ ներքին մշակույթի հետ, թե ինքը ինչպիսի լրջությամբ է վարվում իրանից անջատ, իրանից դուրս գտնվող կենդանիակների ցանկությունների հետ։ Եվ եթե նույնիսկ ինքը այդպիսի կենդանիակների հետ հարաբերությունների մեջ չի մտնում այլևս, միևնույն է, իրենց ցանկությունը կատարում է։ Իսկ նյութական աշխարհ եկող կենդանիակները հենց առաջի հերթին հենց իրեն չեն ուզում գիտակցել։ Ինչու՞, որտեվ դիրքը փոխելու համար, չէ՞, օրինակ Գերագույն Աստծո անձնավորությունը ենթադրենք նախատեսել էր, որ ես պիտի լինեմ ծաղիկ։ Հիմա ես չեմ ուզում լինեմ ծաղիկ, ուզում եմ լինեմ ավել բան, չէ՞։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է, լավ, ես քեզ դաշտ կստեղծեմ, գնա այնտեղ ինչ որ ուզում ես, դա էլ դարձի, ինչ որ կարողանաս, այն էլ դարձի։ Չէ՞։ Ես այստեղ, երբ որ եկա, իմ ամենակարևոր բանը ո՞րն է, որ մոռանամ, չէ, որ կար Աստծո կարծիքը։ Որ ես կարողանամ իրականացնեմ իմը։ Մենք հոգեբանորեն պիտի հասկանանք, էլի, հոգևոր կյանքի եւ հոգևոր կյանքը հերքելու հոգեբանության քոքերը, թե ինչու է կենդանիակը ինքը հերքում Աստծուն, հա? Եվ ինչպես Գերագույն Աստծո անձնավորությունն է ասում, թե որ տուպիկների մեջից է հետո ստիպված լինում նորից Աստծուն ընդունել։ Եվ առաջինը դա է, չէ՞, եւ որ ասում է լավ կյանքից չի, չէ՞, ընդունում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ասում է առաջի հերթին նյութական աշխարհում ապրողները ինձ դիմում են տառապանքից, այսինքն երբ որ պատկերավոր ասած մեր քիթը պատին է դեմ առնում։
Դուրի ժամանակ ասում ենք Աստվածջան մի հատ օգնի մեզ։ Էլի չենք ասում տան մեզ կոմոդ, ասում ենք այստեղ օգնի, որ լավ ապրենք։ Հասկանում եք, չէ՞։ Ու շատ կարևոր է այդ մշակույթը, այդ նրբությունները, որոնք իրանք այդ տրամադրությունների մեջ կան տեքստերի, չէ՞, շատ կարևոր է այդտեղ կենտրոնանալ, հասկանալ, որովհետև այդտեղ է, մինչև մենք այդ նրբությունները չհասկանանք, չէ՞, օրինակ հիմա տեսեք, ինչ է, չէ՞, մենք ես շատ եմ, չէ՞, ձեզ հետ քննարկում, որ նյութական աշխարհում կա դաժանություն։ Եվ կենդանիակը ինքը մշտեղպես ուզում է հասկանա, թե որտեղից է առաջանում այդ դաժանությունը։ Ինչու է բնությունը այդպես արարված։ Ինչու պիտի կենդանիակները իրար ուտեն եւ բարիս բուն եւ բարիս վերացական իմաստով, չէ, որ հետո էլ դու մտածես, թե ոնց այդ դաժանությունից բրծնես, չէ, այսինքն սա մեզ համար շատ կարևոր է, եւ երբ որ մենք կրոն ենք ընդունում, եթե մինչև այդ մենք մտածում էինք, դե բնության օրենք է, բնությունն էլ անձնավորություն չի, որ իրանից նեղանաս, իրա մեջ տրամաբանություն չկա, հիմա էսա ու վсё, չէ, բայց երբ որ արդեն մտնում է անձնավորությունը, մեզ ասում են, չէ, կա Աստված ինքը արարել է այս աշխարհը։ Այդ ասպես յալը մի րոպե։ Այսինքն ոչ թե արարել է։ Դա նշանակում է, որ այդ բոլոր տառապանքները, մահը, հիվանդությունները, այս բոլոր այդ դաժանությունները, որ այս աշխարհում կան, դա իր նախատեսվածն է։ Հասկանում եք, եւ եթե նույնիսկ մենք չենք գիտակցում, որ մեր մեջ այդպիսի process-ներ են գնում, այդպիսի մտածմունքի process-ներ միևնույնն է գնում են։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ, այո, իհարկե մենք փակուղիների առաջ ենք կանգնում, շատ լուրջ փակուղիների առաջ ենք կանգնում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ասենք այդ իմաստով, չէ՞, մեզ համար շատ կարևոր է, չէ՞։ Ահա որ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ընկալենք ընդհանրապես, թե ինչպես է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վերաբերվում կենդանի էակների, ուրեմն նյութական գոյությանը։ Եվ այն, որ ինքը 4000 տարի շարունակ մտածում էր, 4 կալպա, ոչ թե 4000, շատ ավելի երկար, 4 կալպա շարունակ ինքը մտածում էր, չէ՞, թե ինչպիսի տեսք պիտի ունենա այս աշխարհը, դա նշանակում է, որ ինքը մանրամասնորեն հաշվի էր առնում կենդանի էակների ցանկությունները, այն հոգեբանությունը, որով կենդանի էակները մտնում են նյութական աշխարհ, այն հնարավորությունները, որ իրանք պետք է ունենան, որպեսզի կարողանան իրենց նախանձը իրականացնեն։ Հասկանում եք։ Եվ այդտեղ, չէ, որ ասում են ձայնդ կտրելու բանը գալիս է էլի, որ այլ չես կարող Աստծուն մեղադրել։ Դե դու հասկանում ես, որ աշխարհի դաժանությունը դա ընդհանրապես Գերագույն Աստծո անձնավորության համաձայնությունն է, որ մենք անենք այն, ինչ ուզում ենք։ Եվ սա մեր ուզած դաժանությունն է։ Հասկանում եք, եւ որpեսզի մենք համոզվենք դրա արդարության մեջ, չէ՞։ Շատերը իրանք դե պարզ է, չէ, ամեն մի մարդու հիմա իր կյանքում 100 հոգու չի սպանում, չէ՞։ Բայց եկեք մտածենք այսպես։ Եկեք մտածենք մեզանից ամեն մեկը քանի կենդանու սպանության մասնակից է եղել ընդամենը այն պատճառով, որ իր 20 սանտիմետրանոց լեզուն արյան համ է սիրում։ Քանի կենդանիակների կյանքը խլելու պատրաստ է եղել։ Չէ՞։ Կամ մեր կյանքի ընթացքում քանի մարդու մասին ենք մտածել, որ դες կուզենայինք, որ ինքը մեռներ, որ չլիներ, որովհետև անասելի տառապանքներ է մեզ պատճառել, կամ ոչ մի բան էլ չի արել, ուղղակի մեզանից ավելի հաջողակ է եւ մենք իրան նախանձում ենք։ Հա? Ինչ է նշանակում, օրինակ, այսպես հեռու չգնանք, էլի, ինչ է նշանակում ընդհանրապես այդքան թուղթուգրերի դռներ ընկած մարդիկ։ Էդ ինչ են իրանք այնտեղ գնում իրականացնելու։ Իրանց նախանձը չէ։ Ինչ է նշանակում գնալ մարդու վրա թուղթուգիր անել, որ ինքը հաջողություն չունենա, չամուսնանա, երեխա չունենա, ամուսինը դավաճանի, չգիտեմ, մահանա, չգիտեմ ինչ անի։ Էդ ինչ են իրականացնում։ Հա դանակը ձեռքը ման չեն գալիս։ Բայց քանի հոգու են ուզում սպանած լինել,
քանի հոգի են ուզում դժբախտ տեսնել, որ ոչ մի կապ չունեն, որ մենք հայավարի ասում ենք ոչ ջրին են, ոչ հացին են։ Հասկանում եք, բայց դե չէ, գնա մեռի։ Օրինակ հարևանների նախանձը, դա մի լրիվ առանձին ստատիա է, չէ՞, կամ ասենք հիմա բոլորս էլ գիտակցում ենք, չէ՞, որ ինտերնետում մարդիկ կան, որոնք իրենք անբան են, այսպես էլի, ոչ մի կյանքի ոչ մի ոլորտում ոչ մի կերպ կայացած չեն, որտեղ մենակ բացարձակ անբան մարդը կարող է այդքան ժամանակ տրամադրի, հասկանում եք, որ հարյուրավոր տեղեր, տասնյակ տեղեր, ինչ որ ռոլիկներ նայի, մի նպատակով, որ տակը անպայման ինչ որ մի հատ խուլիգանական այլանդակություն գրի, այն ամենավերջի լպիրշ խոսքերով, դա ի՞նչն է թափում, ինքը իր մեջի մաղձն է, չէ՞ թափում, իր մեջի կեղտն է թափում, իր մեջի նախանձն է, չէ՞ թափում, հա, դակ, հոգեբանների մեջ այդպիսի մի բան կա, որ վարժություն կա, որ երբ որ ասենք ընտանիքի անդամը ձեր վրա ջղայնանում է եւ ինչ որ ջղայնացած բաներ է ասում, ու հոգեբանության մեջ կա իրականում կա այդպիսի բան, չէ, որ մարդը ես օրինակ ես ինքս էլ միշտ իմ երեխային ասում եմ, որ ասենք դու վախեցի այն օրվանից, որ ես այլևս չջղայնանամ։ Որտեվ քանի ես ջղայնանում եմ, դա նշանակում է ես մտահոգ եմ, ես հոգ եմ տանում, ինձ համար մեկ չի, ասենք դու երջանիկ ես թե դժբախտ, չէ՞։ Ու եթե ասենք ես սիրում եմ քեզ, երբ որ դու ինչ-որ մի այնպիսի բան ես անում Աստվածոջանի, որ ասենք կարող է քեզ վնաս տալ, պարզ է, որ ես ջղայնանում եմ։ Հա, ու վախեցի, եթե բան անեմ, չէ՞, ասենք ինքը երբ որ ես ջղայնանում եմ կամ սովորաբար ջահելները հիմիկվար շատ են այդ իրար ասում էլի, երբ որ մեկը մյուսի վրա ջղայնանում է, իրանք պատասխանում են, ասում են ես էլ եմ քեզ շատ սիրում։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ հիմա օրինակ ասենք, երբ որ այդ նախանձները այդպիսի բաներ են անում, այդպիսի կեղտոտ արարք են իրենց թույլ տալիս, ես կարծում եմ, որ ամեն մի ախր դրա վրա նույնիսկ ժամանակ չարժի, էլի, այս էլ հենց էլ դա եմ ասում, էլի, որ մարդը իր ներսում ինչքան պիտի դատարկ լինի, էլի, որ այդպիսի գործերով զբաղվի, հասկանում եք, ու իրանց էլ կարելի էր ասել, իսկ ես քեզ չեմ նախանձում։ Հասկանում եք, որտեղ իրականում այն ոչ որ դու քեզ հիմա թույլ ես տալիս, որտեղ մենք բոլոր սահմանները անցել ենք։ Իհարկե, կարելի է ցանկացած թեմա կարելի է քննարկել, բայց դրա հետ պարտադիր է հայհոյել, պարտադիր է այլանդակ խոսքեր ասել, չէ՞ որ այդ ամեն ինչ որ մենք անում ենք, մենք ուրիշ ոչ մի բան չենք ցուցադրում, չէ՞, բացի մեր ներքին կուլտուրայից, ուրիշ ոչ մի բան։ Հա, իհարկե կան այնպիսի դեպքեր, երբ որ մարդուն կարող են այնպես ջղայնացնեն, որ ինքը կարող է իր ափերից դուրս գա, բայց այդպես որ մշտական ափերից դուրս եկած վիճակը դա արդեն խոսում է մարդու խնդրի մասին, չէ՞։ Ուրեմն այստեղ մենք ձեզ հետ շատ կարևոր օրինակ ստացանք, որին եթե մենք լուրջ ենք մոտենում, Աստծո պահվածքը ինքը մեզ ցույց է տալիս, թե ինչքան լուրջ եւ ինչքան պատասխանատու է Գերագույն Աստծո ազնվորությունը վերաբերվում նյութական արարչագործությանը, որ դա այդպես չի, որ ինքը ուղակի նստած էր, մի օր ցածրացավ եւ որոշեց իր համար զբաղմունք ստեղծի, հետո այդ զբաղմունքը ինչ որ այն դուրս չեկավ, ինքը կատաղեց, ասեց գնացեք թարապեք։ Հասկանում եք։ Մենք Բաղդադ գիտարվել ենք ձեր հետ նայել, չէ, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն շատ ստույգ պատկերացնում է, թե ինչպիսի կառուցվածք պիտի ունենա նյութական աշխարհը, ինքը ասում է գնացեք, կատարեք զոհագործություններ կիս աստվածներին եւ եղեք բարգավաճ։ Սա շատ հավասարակշիռ կենթանի էակի, ուրեմն վերաբերմունք է, եւ մենք պետք է իրենից օրինակ վերցնենք։ Եւ այսօր այսքանը, ստեսություն։